Ողջույն Reopen Media-ի Renews-ը շարունակում է աշխատանքն ուղիղ եթերում, ես Սոնա Թումանյանն եմ։ Ամենօրյա գրաֆիկով վաղարավոտի ձեզ հասանելի գրեթե բոլոր հարթակներում թարմացնում ենք օրվա լրահոսը, ներկայացնում փորձագիտական կարծիքներ եւ բազմակողմանի մեկնաբանություններ։ Ձեր ուշադրության կենտրոնում հայտնված տարբեր իրադարձությունների վերաբերյալ։ Մենք հասանելի ենք YouTube-ում, Telegram-ում, Instagram-ում, X-ում, Facebook-ում, Spotify-ում կարող եք հետևել մեզ նաեւ reopen.media կայքէջում։ Կառավարությունն իր այսօրվա նիստում որոշում է կայացրել, ըստ որի Lea և Royal Seas Engineering ընկերություններն իրենց պատկանող 30 միլիոն դրամ արժեցող ավիացիոն տեխնիկական ունեցվածքը որպես նվիրատվություն փոխանցում են Հայաստանի պաշտպանության նախարարությանը։ Հիմնավորման մեջ նշվում է, որ Lea-ի տնօրենը պաշտպանության նախարարին ուղղված գրությամբ ցանկություն է հայտնել գերատեսչությանը նվիրել Lea և Royal Seas Engineering սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններին պատկանող ընդհանուր 30 միլիոն 105,000 դրամ արժեքով ավիացիոն տեխնիկական ունեցվածքը զինված ուժերի կարիքների համար օգտագործելու նպատակով։ Նախարարությունը նպատակահարմար է համարել ընդունել այդ գույքը։ Նշենք, որ Royal Seas Engineering ընկերության սեփականատերը զենքի բիզնեսով զբաղվող Դավիթ Գալստյանն է, որը հայտնի է նաև Պատրոն Դավո մականվամբ։ Մի ամբողջ ռազմարդյունաբերության կոմիտե է աշխատում Հայաստանում զինարտադրությունը զարգացնելու նպատակով, գաղտնի, չզեկուցվող և փակ հարցերով։ Կոմիտեի նախկին նախագահի խոսքով բյուջեի կատարողականը մի քանի տարի է չի կատարվում։ Կենտրոնացած են մի քանի, այսպես ասած, PR գործողությունների վրա, բայց հասարակ բան ասեմ, ռազմարդյունաբերության զարգացման բյուջեն 5 տարի է թերակատարվում է ահռելի տոկոսով, ասենք ոչ թե 10-20%-ով, այլ 70-80%-ով զարգացման բյուջեն թերակատարվում է։ 5 միլիարդ 800 միլիոն դրամ է նախատեսված եղել ոլորտի համար 2024 թվականի բյուջեով, ըստ Քերոբյանի։ Նա պնդում է, որ նախորդ տարի այդ բյուջեի կեսը չի ծախսվել։ Հասկանալու, թե ինչ վիճակում է կատարողականը, դիմել ենք բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն։ Այս թեմայով ռեպորտաժը կարող եք դիտել մեր հաջորդ թողարկումներում։ Պաշտպանության նախարարությունը հայ-տեխ կիբերանվտանգության կենտրոնի հետ համատեղ զինված ուժերի կարիքների համար տեղեկատվական հաղորդակցային տեխնոլոգիաների և բարձր տեխնոլոգիաների մասնագետների արդի տեխնոլոգիաների խմբում զինվորական ծառայություն նշանակելու ընտրության նպատակով մրցույթ է հայտարարել։ Մրցույթին կարող են մասնակցել 2025 թվականի ամառային զորակոչին ենթակա զորակոչիկները՝ ծրագրավորում, ցանցային, համակարգային, ադմինիստրացիա, կիբերանվտանգություն մասնագիտություններով։ Վիճակագրական կոմիտեի տվյալներով 2025 թվականի մայիսին Հայաստանում գնաճը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ աճել է մինչև 4,3%-ով։ Հատկապես աճել են սննդամթերքի գները, 7,4%-ով բանջարեղենը թանկացել է գրեթե 30%-ով, իսկ ձուկն ու ծովամթերքը ավելի քան 20%-ով։ Աճել են նաև առողջապահության և տրանսպորտի սակագները։ Կյանքի որակի բարելավումը և գնաճը ոչ մի կետում չեն հատվում։ Բյուջե 2024-ի ամփոփումը ցույց է տալիս, որ տնտեսությունը զարգանում է, իսկ պարենային ապրանքների արժեքներն այլ բան են հուշում։ Իմ գործընկեր Աննա Հարությունյանն է քննարկել թեման փորձագետի և մեր համաքաղաքացիների հետ։ Դիտենք։ Գներն աճում են, եկամուտները ոչ միշտ։ Գնաճը տնտեսության ամենազգալի, բայց երբեմն անտեսանելի ճնշումներից մեկն է։ Ամեն գնում ուղեկցվում է հաշվարկով, ընտրությունը սահմանափակումով։ Գնաճն ազդում է բոլորի վրա, անկախ եկամտի մակարդակից, բնակության վայրից և սոցիալական կարգավիճակից։ Այն առաջանում է, երբ պետության մեջ փողի զանգվածի և ապրանքային ծավալի միջև կա խզում։ Շատ ժամանակ իրարամերժ նույնիսկ պատկերացնող բոլոր տեսաբանները, տնտեսագետները հստակ միակամ են այն հարցի շուրջը, որ գնաճը դա պետությունը քայքայող գործընթաց է եւ ամեն ինչ պետք է անել, իհարկե խելամտի ողջամտության սահմաններում գնաճը զսպելու, կարգավորելու եւ նրա ազդեցությունը տնտեսության վրա բավականին թուլացնելու համար։ Գնաճը հարված է հասցնում տնային տնտեսություններին։ Յուրաքանչյուր ընտանիք այն զգում է իր բյուջեի վրա, այն խնայողությունները սպառելու միտում ունի։ Հարվածը գալիս է հիմնականում պարենային ապրանքների դաշտում։ Պարենային ապրանքներն այն ապրանքներն են, որոնք որ քաղաքացին պարզապես կենսագործունեության համար իր պետք է անպայման օգտագործի իր օրգանական ֆիզիկական գոյությունը պահպանելու նպատակով։
Մեր հնարավոր հաղթանակը բանակի սպառազինության բարձր մակարդակն է։ Մասնագետի բնորոշմամբ 35 տարի շարունակ Հայաստանը իր հնարավորություններով զիջել է Ադրբեջանին։ Դա կոտրելու համար մեզ պետք է տնտեսական աճ 10-ից 12%։ 10-ից 12% աճ ստանալու համար, նա ունենալու համար, կառավարելու նրա նախադրյալները ստեղծելու համար պետք է բոլոր լիազորված մարմինները աշխատեն։ Այդ թվում նաև կենտրոնական բանկը եւ կենտրոնական բանկի կրավորական կեցվածքը բազմաթիվ տնտեսական հարցերի շուրջ, կարծում եմ ընդունելի չէ։ Մասնագետի բնորոշմամբ պետությունը հնարավորություն ունի զսպման միջոցառումներ իրականացնել։ Կան զսպման երկու ճանապարհներ՝ պետական մասնակցություն, այդ թվում կենտրոնական բանկի կողմից, եւ տնային տնտեսությունների ադապտացում։ Պետությունը գոնե պետք է փորձի հնարավորին չափ գների իջեցում ապահովել, գների մակարդակի չթողնի, որ ցնակ ինքնակառավարում են, որովհետև Հայաստանի Հանրապետություն դասական իմաստով գների աճը կարելի ասել նույնիսկ անբացատրելի է։ Դա ընդհանրապես որոշակի նաև արևելյան վաճառականության, արևելյան շահույթ գործելու, մաքսիմալ շահույթ գործելու որոշակի պատմական կարծրատիպեր է ստեղծում։ Պետությունը այստեղ մեծ անելիքներ ունի։ Տնտեսվարողները հրաժարվեցին խոսել այս թեմայի շուրջ։ Գնաճն իր ամենավնասակար հետևանքները թողնում է սովորական քաղաքացիների վրա։ Հանգացումներ նկատել եք վերջին շրջանում, թե ոչ։ Իհարկե նկատել եմ։ Հանգացումը շատ է։ Իվրդում ամեն նայմինավանյան թանգացում է տեղի ունենում։ Դաժե եթե ինչ-որ մի բան չի թանգանում, քիչ է թանգանում, քանակն է քչանում։ Տարբեր ապրանքներ գնաճ կա, ոչ չկա, կա։ Չեմ թաքցնի, էլի կա գնաճ։ Во-первых, կատնամթերքն է շատ թանկացել։ Ինչ որ մեկը կա, որ գնաճ չի նկատել ընդհանրապես բոլոր հարցերում, թե պարզապես հացից սկսած, ավարտած ամենապրիմիտիվ կենցաղային իրերով։ Ամենուրեք գնաճ։ Նալոգներն ա շատացել, ծախսերն ա կրկնապատկվում, տուգանքներն ա ինչ որ անտեղի գալիս, գույքահարկն ա թանկացել, աղբի գումարն ա թանկացել, ամեն ինչը ավելի թանկ, տրանսպորտն է թանկացել։ Գները շարունակ բարձրանում են, սակայն բնակչության եկամուտները նույն տեմպերով չեն աճում։ Սա հատկապես զգալի է ամենօրյա սպառման ապրանքների դեպքում։ Գնաճը զսպելու հարցը այլևս միայն տնտեսագիտական խնդիր չէ, այն քաղաքական որոշում է կամք պահանջող ու գործողության սպասող, որը պահանջում է բոլոր լիազորությունների ջանքերի համադրում։ Աննա Հարությունյան, Ստեփան Տիգրանյան, Reopen Media։ Այսօր վաղարավոտից վարչապետը շարունակել է քննել ամենայն հայոց կաթողիկոսի կուսակրոնության թեման։ Facebook-յան գրառման մեջ նա նշել է, թե իր ընկալմամբ ամենայն հայոց կաթողիկոսը անքննելի հեղինակություն է, արդարության անսասան պաշտպան, ճշմարտության անառարկելի աղբյուր։ Չեմ կարող հավատալ, որ ամենայն հայոց կաթողիկոսը կարող է ճշմարտություն կոծկողի դերում լինել։ Չեմ կարող հավատալ, թե ամենայն հայոց կաթողիկոսի բերանից կարող է հնչել այլ բան, քան ճշմարտությունը։ Գարեգին երկրորդն ինքն անձամբ թող պարզաբանի, արդյոք խախտել է կուսակրոնության ուխտը եւ արդյոք զավակ ունի։ Մենք իր հոտը իրավունք ունենք իրենից լսելու ճշմարտությունը, գրել է Փաշինյանը։ Մի քանի տեղեկություն միջազգային լրահոսից Միացյալ Նահանգները վետո է դրել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևի վրա, որը կոչ էր անում անհապաղ, անվերապահ եւ մշտական հաշտություն հաստատել Գազայի հատվածում։ Փաստաթուղթը սատարել են անվտանգության խորհրդի 15 անդամներից 14-ը, ներառյալ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Ռուսաստանը եւ Չինաստանը։ Սակայն Միացյալ Նահանգները միայնակ խոչընդոտել է բանաձևի ընդունմանը, պատճառաբանելով, որ տեքստում բացակայում է Համասի ձեռքին գտնվող պատանդների ազատման պահանջը։ Միացյալ Նահանգների ներկայացուցիչները կարծում են, որ բանաձևը հավասարության նշան է դնում Համասի եւ Իսրայելի միջև, անտեսելով Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքը։ Միացյալ Նահանգների պետքարտուղար Ռուբիոն հայտարարել է, որ Վաշինգտոնը կշարունակի ՄԱԿ-ում աջակցել Իսրայելին։ Երեկ երեկոյան Ռուսաստան եւ Միացյալ Նահանգների նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել, որը տևել է 1 ժամ 15 րոպե։ Քննարկեցինք օդանավակայանում ռուսական ինքնաթիռների վրա ուկրաինական հարձակումը, ինչպես նաեւ երկուստեք այլ հարձակումներ։ Դա լավ զրույց էր, բայց ոչ այնպիսին, որը կհանգեցնի անհապաղ խաղաղության, գրել է Դոնալդ Թրամփը եւ հավելել, որ Պուտինը շատ հստակորեն հայտարարել է, որ ստիպված է լինելու արձագանք
արձագանքել օդանավակայանների վրա տեղի ունեցած հարձակմանը։ Զրույցի մյուս կարևոր հատվածը վերաբերել է Իրանին։ Թեհրանը պետք է պատասխանը չուշացնի, ընդգծել է Թրամփը եւ կրկնել, որ Իրանը չի կարող ունենալ միջուկային զենք։ Ըստ նրա, այդ մոտեցմանը համաձայն է նաև Պուտինը։ Ռուսաստանի նախագահ հեռախոսազրույց է ունեցել նաև Հռոմի Պապ Լևոն 14-րդի հետ եւ փոխանցել հովվական ծառայության մեջ հաջողության մաղթանքներ։ Պոնտիֆիկոսը կողմ է արտահայտվել ռուս ուղղափառ եւ կաթոլիկ քույր եկեղեցիների միջև երկխոսության շարունակությանը։ Պուտինը հատուկ ուշադրություն է դարձրել այն հանգամանքին, որ Կիևի ռեժիմը շեշտը դնում է հակամարտության սրման վրա, նաև ընդգծել, որ Ռուսաստանը շահագրգռված է քաղաքական դիվանագիտական ճանապարհով խաղաղության հասնելու Կրեմլի հաղորդագրությունում հատուկ նշվում է, որ Պուտինը Լեո 14-րդի հետ խոսել է պատրիարք Կիրիլի խնդրանքով։ Հիշեցնեմ նաև, որ Հռոմի Պապը ոչ միայն կաթոլիկ աշխարհի հովվապետն է, այլև Վատիկանի կամ Սուրբ Աթոռի միապետը։ Լոնդոնն ու Փարիզն ավարտել են Ուկրաինայում զորքերի տեղակայման ծրագրի մշակումը։ Bloomberg գործակալությունը նշում է, որ Լոնդոնի եւ Փարիզի իշխանությունները հետաձգել են ծրագրի իրականացումը մինչև հաշտության մասին բանակցությունների վերսկսումը։ Ավելի վաղ Միացյալ Նահանգների նախագահի հատուկ բանագնաց Քիթ Քելոգը հայտարարել էր, որ Ուկրաինայի հակամարտության կարգավորման շրջանակում Միացյալ Նահանգները քննարկում է բրիտանական, լեհական, ֆրանսիական եւ գերմանական զորքերի տեղակայումը Դնեպր գետից արևմուտք։ Թուրքիայից գրեթե ամեն օր ստացվում են ստորգետնյա ցնցումների մասին հաղորդագրություններ։ Հերթական երկրաշարժը տեղի է ունեցել Անտալիա նահանգի Գազի-Փաշա շրջանում 4 մագնիտուդ ուժգնությամբ։ Ստորգետնյա ցնցումները գրանցվել են վաղ առավոտյան, ավերածությունների եւ զոհերի մասին տեղեկություններ այս պահին չկան։ Բոլորս էլ մեր մտքում քարտեզի վրա ցանկալի ուղղությունների տասնյակ ունենք, իսկ երբևէ մտածել եք բացի Գառնիից, Գեղարդից, Տոլմայից եւ Հանրապետության հրապարակում πάρող շքեղ շատրվաններից, ինչն է գրավում զբոսաշրջիկներին մեր երկրում։ Ես վստահաբար կասեմ հյուրընկալությունն ու անվտանգությունը, բայց Տուրիզմի ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանի վերլուծությունները հակառակն են փաստում։ Ծովափնյա հանգիստ թե բացահայտումներ Հանրապետության տարածքում, արձակուրդներին ընդառաջ վիճակագրությունը Renews լրատվականից ռեպորտաժի տեսքով։ Հայաստան եկող զբոսաշրջիկների թիվն էլի նվազել է։ Քովիդից հետո միայն 2023-ին էր հաջողվել հաղթահարել 2019-ի շեմը, նշում է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը եւ ավելացնում. դրան նպաստել է ռուսների եւ ուկրաինացիների մեծ հոսքը, բայց 2024-ին 2023-ի համեմատությամբ մոտ 5%-ի նվազում կա։ Նվազել է նաեւ 2025-ի հունվար-մարտ ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ շուրջ 11%-ով։ Շատ ողջավորվեցինք կորոնավիրուսից հետո այդ վերականգնման գործընթացով, այսպես այցելությունների, զբոսաշրջային այցելությունների այսպես դինամիկ աճով եւ ըստ էության մեզ մոտ գների ես կասեի անհարկի բարձրացում տեղի ունեցավ։ Համակարգի բարելավումը կառավարության նոր որոշմամբ է պայմանավորում Ապրեսյանը, ասում է նախագիծ են ներկայացրել էկոնոմիկայի նախարարություն, հավանության է արժանացել, պիտի դիմեն կառավարություն, որ հարկային քաղաքականությունը բարելավի։ Սա միակ պատճառը չէ, որ զբոսաշրջիկները չեն շտապում նախկին տեմպերով Հայաստան այցելել։ Անվտանգության խնդիր կա, երկրի ներսում չէ, սահմանների մոտ։ Հայաստանը դեռևս եվրոպական, ամերիկյան, ճապոնական, մեզ համար շատ կարևոր նպատակային շուկա հանդիսացող երկրների արտաքին գործերի նախարարությունների պաշտոնական ինտերնետային կայքերում ներկայացված է կարմիր սահմանագծերով։ Այն է ոչ այնքան անվտանգ երկիր։ Ստացվում է ըստ Ապրեսյանի մի շարք երկրների կառավարություններ հորդորում են իրենց բնակիչներին չգալ Հայաստան։ Գալու դեպքում էլ հեռու մնալ զբոսաշրջային ակտիվ Սյունիքի կամ Տավուշի մարզերից։ Ըստ վիճակագրության 2024-ին Հայաստան ամենաշատը եկել են Ռուսաստանից 937.823 մարդ։ Իսկ որտեղ են ցանկանում հանգստանալ մեր քաղաքացիները։ Տուրմենեջեր Լուսինե Դավթյանի խոսքով զբոսաշրջության համար ակտիվ համարվող այս սեզոնին բնակչության համար առավել նախընտրելի են ծովափեր ունեցող երկրները։ Եգիպտոս, Մոնտենեգրո, Կիպրոս, Էմիրություններ, երբեք չի զիջում իր դիրքերը, Մալդիվյան կղզիներ եւ այլն։
Տուրիստական գործակալության աշխատակիցն ընդգծում է, որ զբոսաշրջիկների մեծ հոսք կա դեպի Եվրոպա, բայց սրան խոչընդոտում են դեսպանատների մերժումները։ Բոլորը ցանկանում են տեսնելով տոմսերի մաչելի արժեքները գնալ, բայց դեսպանատները արհեստականորեն ստեղծում են շատ խառնաշփոթ իրավիճակ, որը որ շատ վատ է անդրադառնում։ Հիմնական մերժումներ կարող են լինել այնպիսի մարդկանց, ովքեր ունեն այստեղ մշտական գործ, բավականին լավ եկամուտ, սեփականություն ու մեկ էլ շատ անհիմն մերժում։ Առավել տպավորիչ են ներքին զբոսաշրջության տվյալները։ 2023-ի համեմատ 2024-ին գրանցվել է 23% աճ։ Հարցված քաղաքացիներից շատերն այս տարի եւս պլանավորում են հանգիստն անցկացնել հայրենիքում։ Երևի թե Հայաստանում կհանգստանամ, Սևան եմ գնալու, տենց եմ նախատեսել։ Եթե ես գնալ լինեի, անպայման Հայաստանում կմնայի, չեմ գնա դուրս, բայց այս տարի ընդհանրապես ոչ միտեղ չեմ պլանավորել գնալ։ Ես Գյումրի կուզենայի գնայի, որտեղ ես ընդեղից եմ։ Ես Գյումրից շատ եմ սիրում, ես գյումրեցի չեմ։ Բայց ինք որ մնաց Գյումրի, ես էլ հետը կգնամ։ Յուրականում։ Հունաստան, Գրեցիա, մեկ է Դուբայ, Արաբսկի Էմիրատը։ Ես նախատեսել էի Հայաստանում, բայց արդեն հուլիսից հետո։ Ներքին զբոսաշրջության աճը խոստումնալից է, սակայն արտասահմանցիների հոսքի վերականգնումը պահանջում է ռազմավարական մոտեցում եւ վստահության ամրապնդում։ Մերի Դանիելյան, Գևորգ Սիանոսյան, Open Media։ Հայաստան է ժամանում Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն։ Այցի օրակարգից հայտնի է, որ Հայաստան կժամանի մեծ պատվիրակություն 2 տասնյակից ավելի ներկայացուցիչներով։ Հյուրերը հունիսի 5-ից 6-ը կմնան Երևանի Տվին հյուրանոցում։ Պատվիրակությունը կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ապա Մայր Հայաստանի հուշահամալիր եւ հանդիպումներ է ունենալու ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Հիշեցնենք, որ Ալեն Սիմոնյանը դեռ 1 տարի առաջ էր հայտարարել, որ ինքնանձամբ է ինքնաթիռի մոտ դիմավորելու Մատվիենկոին։ Կառավարության այսօրվա որոշմամբ Պաշտպանության նախարարության Մայր Հայաստան ռազմական պատմության թանգարան պետական հիմնարկը միացման ձևով վերակազմակերպվել է միացվելով Հայաստանի պատմության թանգարանին, այսինքն կվերանվանվի վերին մասնաճյուղով եւ կանվանվի հաղթանակ զբոսայգու տարածքում գտնվող հուշարձանը, ամրացվելով կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությանը։ Այժմի համար նախատեսել էինք այսքանը, եթերում կլինենք ժամը 15-ին, կարող եք հետևել Open Media-ի լրատվական բաժնի հոսքերին YouTube, Telegram, Instagram, X, Facebook, Spotify եւ այլ սոցիալական մեդիա հարթակներում։ Մեր բոլոր հարթակների հղումները կարող եք գտնել ուղիղ եթերի նկարագրության հատվածում եւ կցված մեկնաբանության մեջ։ Մեր երիտասարդ թիմին աջակցելու համար դուք կարող եք նաեւ հանգանակություններ անել Open.media հարթակում Donate կոճակի միջոցով։ Տաղավարում աշխատեց Սոնա Թումանյանը, կհանդիպենք։